ապա հայր որդվույթ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով է, որ ardոնությունն ունենք մոդենալ շնորհած գահիտ։ Հայր այս արաբոդուն քո դունն ենք եկել խորանիտ մոդենալով, ձնգաչո կամ ոդնգայց, դեր դու գջանչնաս յուրաքանչյուրի սրդի դիրքորոշումը, դեր հավասիկ այստեղ ենք քու թեմքդ փնտրելու, հայր այստեղ ենք հոգու ծարավով քո ներգայությանը փառքը փորձարկելու։ Հայր այստեղ ենք եւ մեր աղոթն է միգուցե ոչ բոլորիս, բայց հոգիդ թող ներկործի, որ յուրաքանչյուրիս փափակը լինի այս արավոտ քեզ հետ հանդիպում ունենալ։ Դեր հպվիր մեզ այս արավոտ, փոխիր մեզ եթե անհրաժեշտ է, դեր լցրու այս սրահը քո ներկայությանդ փառքով։ Հայր ամեն մեկս մեզ հետ բերեցինք այն խնդիրները, նյութերը, այն մարդահրավերները, այն վիճակները, որոնք նեղում են, հոգնեցրել են, փեռնավորել են մեզ։ Դեր հավատքով եկանք, հույսով ենք եկել հայր, ակնկալությամբ ենք եկել Տեր Հիսուս, եւ գիտենք Տեր, թեև բարձունքների մեջ կփնագիս, բայց խոնար սիրտ ունեցողի մոտ գիչնես փնագությունդ հաստատելու, օրհնություններդ փոխանցելու, ներկայությունովդ քաչալերելու։ Դեր շնորհիր մեզի, այնինչ որ մեզի անհրաժեշտ է ըստ քո կամքի։ Դեր մեր հոգիները սնուցիր այսօր, եւ մեր ներսիտին խոր փափակ առաջացրու, ծարավ առաջացրու քեզ հանդեպ, փառավորյալ ես անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական տարերում։ Ամեն։ Չաղոթելու մեղսալիությունը, այսօր բադի վրա չունեմ նյութս, բայց նյութը այս է, չաղոթելու մեղսալիությունը, the sinfulness of prayerlessness. Իսրայել ժողովուրդը թեոկրասի, աստվածիշխանության ներքո գաբրեր, իրենց թագավորը աստված էր, իրենց յուրաքանչյուր քայլերում մեջ աստված էր իրենց առաջնորդում, աստված էր իրենց թագավորում, կանոնները, ամեն ինչ։ Դեմը ասա, որ Իսրայել ժողովուրդը նայելով իրենց գողքի ազգերում, որ թագավորներ ունեն, մարդկային թագավորներ ունեին, Սամվելին փողոքեցին, ասելով մենք ալ թագավոր գուզենք։ Իրենք ունին, մենք էլ գուզենք։ Եվ ասիկա շատ խիստ սրտնեղություն առաջացուց Սամվելի և Աստծո սրտի մեջ բնականաբար։ Սա ապստամբություն մներ Աստուծո գերիշխանության։ Եվ ճիշտ այս պատմության ներքո է, որ առաջին թագավորաց 12-րդ գլխի 18-ից 23 համարներում Սամվել մարգարեի դիրքորոշումը կտեսնենք Իսրայել ժողովրդի այս բանջկի դիմաց, ապստամբ բանջկ մներ։ Բայց տեսեք Սամվելի հոգին և Աստուծո
կործելագերբը գսե այն ադեն Սամվել դերոջը աղաղագեց ու դերը նույն օրը որոդում ու անցրև դվավ և բոլոր ժողովուրդը դերոջմեն ու Սամվելեն խիստ վախցան ու բոլոր ժողովուրդը Սամվելին ասավ քու դեր Աստծույթ աղոտ կրե քու ծառաներուդ համար որպեսզի չմեռնենք քանզի մեր բոլոր մեղքերուն վրա այս չարությունն ալավել ցույցինք որ մեզի թագավոր ուզեցինք և Սամվել ժողովուրդին ասավ մի վախնաք թեև դուք այս բոլոր չարությունը ըրիք սակայն դերոջմեն մի խոդորիք ու բոլոր սրդովնիդ դերոջը ծառայություն ըրեք և անգե մի խոդորիք քանզի ոչինչ բաներու ետևե կացած կլակ որոնք ցեզի օգուտ մչունին և ցեզ ազատելու կարող չեն վասնզի անոնք ոչինչ են հետևեք դերը իր մեծ անվանը համար իր ժողովուրդը չի թողուր որովհետև դերը ուզեց ցեզ իրեն ժողովուրդնել բայց ես Սամվել գսե բայց ես քավլիցի որ դերոջը թեմ մեղք կործեմ ցեզի համար աղոտ անել է ետ կենալով հաբա ես ցեզի աղեք ու շիդակ ջամփամը ցույց կտամ բայց ես քավլիցի որ դերոջը թեմ մեղք կործեմ ցեզի համար չաղոթելով Հիսուս երբ դաջարը մտավ դաջարը բիզնես կենտրոնի էին վերածել ժամանակվա գղերականները եւ երբ Հիսուս դաջարը մտավ պատմությունը գիտենք ինչ ասավ Իմ հորս դունը, սա ծեր դունը չէ, իմ հորս դունը աղոտքի դուն պիտի գոչվի։ Հիսուս չսավ իմ հորս դունը պատգամներ քարոզելու, քարոզչության, ավետարանչության, այլ ծառայությունների դուն պիտի լա, թեև դրանք անհրաժեշտ են, կարևոր են, մաս կգազմեն այս նյութին, բայց առաջնահերթությունը սա իմ հորս դունը աղոտքի դուն պիտի գոչվի, բայց դու գադիգա գսե ավազակներու որջի վերածեցիք։ Ժամանակ մգար Երբ այս եկեղեցաշենքը, որ հիմա մենք հավաքված ենք, այս նստարանները, որ դուք նստած եք, այս փեմին վրա, որ ես հիմա կանգնած եմ, ժամանակ կար, որ այս եկեղեցին Ֆինիես Բրիզի անունով մարդումը հովվական առաջնորդության ժամանակ Ֆինիես Բրիզին այս եկեղեցու հովիվ եղած էր։ Իր ժամանակվա ընթացքում պատմությունը գսերդեի այս վերջին ժամանակների ընթացքում Բաշտամուկները գիրագի արավոտվա արավոտ գանուխ գսկսեր և ամենը շատը 20-30 րոպեին գավարդվեր։ Hello, no. Արդում գսկսեր բաշտամունքը գշարունակվեր մինչև գես կիշեր։ Բաշտամունքները զուտ բաշտամունք չէին, այլ հոգևոր խնջույք։ Բաշտամունքի ժամանակ ընթացքում հաղորդակցություն, պատգամ, միասին ջաշկ ուտեին, գրեթե ամեն գիրագի, որ մի հետ կդասարաններ գար և գանցնեին խորունգ Սուրբ Քրոջ սերտողության և ամենակարևոր բահը այդ պաշտամունքներին
ժամերով աղոտքի բահ գունենային, որտեղ ինքնակնության ժամանակ կդրվեր, որտեղ միասնապար հավատացյալները գաղութեին եւ մինչեւ գեսկիշեր կդվեր։ Մի քանի փողոցվեր Նազովրեցոց եկեղեցու համայնքի աստվածապանական դպրոցը կար, որտեղ երիտասարդներ Աստծո խոսքը գսորվեին, հովիվներ լինելու եւ այլն, եւ պատմության մեջ գրանցված դեպքեր կա, գսե եւ այս եկեղեցում եւ ջեմարանում գսե օրեր կար, երբ երիտասարդները եւ հավատացյալները աղոտքի բահին այնքան ուժգնությամբ Սուրբ Հոգու ներկայությամբ ազդեցության ներքո աղոտ կբարձրացնեին, որ այնքան բարձր էր, այնքան աղաղակ կար եւ Սուրբ Հոգուին շարժը կար իրենց մեջ, որ բարձրացային աղոտում էին եւ նույնիսկ դեպքեր եղած է, որ դրացիները, հարևանները ոստիկանություն զանգած էին, ասելով, որ այստեղ շատ աղմուկ կա։ Եվ պատմությունը գսե, որ նեզրինները, անգլերենով ասեմ, նոյզրին կգոչվեին, նոյզրին, աղմուկ հանող ժողովուրդ էին, աղոտքը երանքը կար իրենց մեջ, որ աղոտքը իրենց առաջնահերթությունն էր։ Որով իրենք կհավատային, որ եկեղեցին ամեն բանի առաջ աղոտքի դուն է։ Կհավատային իրենք, որ չաղոթելը մեղք է։ Այսօր պիտի տեսնենք այս եւ հառաջիկա գիրագիրի ընթացքին Անոնք, որոնք լսած են Չարլզ Ֆինի, ես կհիշեմ 19 տարեկան էի նոր ապաշխարած էի Լիբանան, քիրք մանցավ արտնությունը, որու կգարոդինք, չեմ գիտե գարտացած եք, 1800-ական թվականներեն, մինչև 1900 եւ ամբողջ արտնության ժողովների մասին իրական թեփքերը գրանցված են եւ Չարլզ Ֆինի մասին գարտացի Չարլզ Ֆինին Ամերիկայի պատմության մեծակույն արտնության ժողովների կորձոնը եղած էր Միացյալ Նահանգների պատմության ամենազորավոր արտնությունը եղած է, որը կգոչվեր երկրորդ արտնության ալիքները։ Ամերիկայի բազում քաղաքներ, շրջաններ գերբնականորեն Սուրբ Հոգուի ներգործողության տակ քաղաքներ, հազարավորներ կապաշխարեին եւ ասիկա դեվեց դարիներ։ Բայց եւ այնպես քանզի ու վասնզի շատ քչեր դեղյակ են, որ այլ Չարլզ Ֆինի արտնության ժողովների, հարյուրավորներ, հազարավորների ապաշխարության միջոց Սուրբ Հոգուի ներգործողությունը ամբողջ ամերիկան արտնության մեջ լինեն շատեր դեղյակ չէին, որ Չարլզ Ֆինիի այս արտնության, հաջողության գաղտնիքը ինչն էր, ավեշտակը ով էր։ Շատ քիչեր լսած են Դանիել Նեշ անունով մարդու մասին։ Դանիել Նեշ Չարլզ Ֆինիի աղոթողն էր։ 24 ժամ միայն Չարլզ Ֆինի համար գաղութեր ունեմ, եթե Չարլզ Ֆինին դեղմը բիդի արտնության ժողովներ ունենար, Դանիել Նեշ եղբայրը, brother Դանիել Նեշ կսեն իրեն, շաբաթներ առաջ կամ օրեր առաջ
Այդ քաղաքը գերտար, որ Չարլզ Ֆինին պիտի ավետարաներ կամ արտմության ժողովներ պիտի ունենար եւ գփնդրեր դունմը նգուղմը basement-ը շատ աջախ basement-ներու մեջ գերտար եւ հոնգսետ օրերով առանց ճուրի առանց հաց ուտելու գաղութեր միայն գաղութեր Քեդինը կպատրաստեր, որ երբ որ Չարլզ Ֆինին պետք է կար, արդեն քեդինը պատրաստ է եւ արդեն Սուրբ Հոգին քերտնական զորությունը արդեն պատրաստ էր եւ հոգիներ Քրիստոսի գուկայում Դանիել Նաշ հիմա Դանիել Նաշը մահացավ դեկտեմբեր 20,831-ին Զինք մահացած կդան սենյակի մեջ այսպես աղոտքի թիրքով, այսպես մահացեր էր։ Հիմա Դանիել Նաշի մահից 3 կամ 4 ամիսներ ետք Չարլզ Ֆինին որ աշխարհահռչակ մանան Միացյալ Նահանգներում դեմքներ ավետարանչության արտնության գսե Չարլզ Ֆինին հրաժարվեց այդ արտնության ժողովներից եւ Նյու Յորքում փոքր եկեղեցվոմը բարձ հովիվ եղավ եւ Չարլզ Ֆինին իր նամակագրության մեջ այսպիսի քրություն մկրած է գսե When I found that Mr. Nash was gone, I knew the foundation of my work was removed. Aranց Դանիել Նաշի աղոթողին սա վեճ չէի կարող արդեն անեի վեճացավ եւ ըստ պատմության Դանիել Նաշի նման այսպես աղոթող Ֆինին չունեցավ եւ արս հովի մի եղավ հրաժարվեց Խորաբես հավատում եմ որ ժամանակն է որ մեր անձերը մեր հավատքը աղոթքի կյանքը մեր հոգևորությունը վերադեսության ենթարկենք եւ Աստուծո առաջ իմ անձս քննեմ եւ իմ առաջ իմ անձս քննեմ անգեղծություն կբանջեսա ես աղոթքի մարդ եմ թե ոչ ունիս քո կյանքի մեջ Սա այս հարցը նախ ինձի դվի, այս վերջին 10 օրերի ընթացքին ավելի շատ մոտ 3 շաբաթներ է, որ այս նյութի մասին էի սերդում, խորհրդածում, աղոթում։ Եվ ես ինձի հարց տվիսի, Հովանես, տուն քու կյանքիդ մեջ մեկ հոգի, ունիս մեկ հոգի, որու համար ամեն օր գաղոթես։ Ոչ թե ադեն, ոչ թե երբ որ աղոթքի բակը, ամեն օր մեկ հոգու համար ամեն օր աղոթող մեկը ունիմ ես, տուն ունիս։ Կանք որպես եկեղեցի ընտանիք։ Բադասխան մի դակ, բայց քու սրդիդ մեջ բադասխանը ունիս։ Եվ եթե անգեղծությամբ դու քո սրդին նայես, ես իմ սրդին նայեմ, բիդի ասում, արդյոք երբ էր Սիրելի ընտանիք, սիրում եմ ձեզ եւ ինչ որ գսեմ սիրով գսեմ, որովհետեւ վերջի վերջո մենք մեր վիճակը պիտի հասկանանք կամ ոչ։ Սա ընտանեկան հարց է։ Գլոր սեղանի շուրջ նստած ենք դերոջը ներկայության մեջ եւ արժի այս հարցերով հետ անդրադառնալ։ Երբ էր վերջին անգամ այս եկեղեցվո senior pastor Վերաբատվելի Պոլ Դոկտորյանի համար հադուկ աղոթեցիր։
Երբեր վերջին անգամ այս եկեղեցվո հովիվ եղբոր Հովանես Ալաջյանի համար աղոթեցիր։ Երբեր վերջին անգամ այս եկեղեցվո հովիվ Ջոնաթան Դոկտորյանի համար, Արիել Բաբիկյանի համար եւ հովիվների համար աղոթեցինք մենք։ Երբեր։ Ես կարծում եմ, որ Երանի սխալված լինեմ։ Շատ քչերն են հիշելու, երբ էր վերջին անգամ ծեր եկեղեցու հովիվների համար աղոթել։ Գիտեք, եկեղեցու հովիվները ամենից շատ քննադատվող, զրբարդվող, փամփասվող, չարախոսվող, քննադատվող, բախարակվող եւ չարախոսության ազդեցությունների դակ հայտնված մարդիկն են հովիվները։ Գիտեք, որ վիճակագրության համաձայն աշխարհի ամենից միայնակ մարդիկը պաստոր հովիվներն են։ Շրջապատված ենք մենք մարդկանցով, բայց ամենից միայնակ, մենակ են, մենակ կսկան հովիվներն են։ Պետք է փորձենք անշուշտ մենք այլ կերպով արտահայտվել, բայց հովիվները այսպիսի ջնշման դակ են, եւ այդ ջնշումների դակ լալով պիտի կամփեն բարձրանան եւ Աստծո խոսքը դան, մխիթարեն, քաչալերեն, ավետարանեն, աղոթեն, աչակցին, քո կողքին լինեն ամեն առումներով։ Ինչ է անում, որ հելնում է, երկու հատ դնում է, խոսում է, քարոզում է, ես հալ կարամ անեմ։ Արի, հենց հիմա արի։ Արի քարոզ է։ Արի։ Արի։ Ամեն քարոզելը չէ։ Այս վերջերս աղոթքից ոճը փոխեցի Արիել եղբայր։ Բայց վելիպոլ այսպես կաղոթեմ այս վերջերս ասեմ ով դեր ով դեր օգնե ինձի շնորհք գտնեմ Պեսեդինայի հայ նազովրեցվո անդամների ժողովրդի աչքերի առաջ օգնե ինձի որ անոնց աչքերի առաջ շնորհք գտնեմ, որ ինձի համար աղոթեն։ Եվ ինչ քո խորանի արջև ձունգու յուկանով հայր, ինձ ալ հիշեն, հովիվներուն հիշեն, որով միգուցե այս է պատճառը, որ այս եկեղեցին առաջ չի գնում, շատ հարցերում, միգուցե մեզ հարգավոր է այսօր Դանիել Նաշեր, երբևիցե ունեցել ես քո կյանքում ամենօրյա աղոթքի բահ ուր է արդյոք այդ խորունգ աղոթքի ծարավը, որով խորան կմոտենայինք, կամ եկեղեցու կամ քո դան մեջ խորան մունիս, անգույն մունիս քո դանդ մեջ, որոն գետա քո աղոթքի անգույնը դե անիգա, քո խորանը դե, երբ էր արդյոք այդ ծարավը ուր է արդյոք, որ խորանի արջև կալով չէին գուզեր ոտքի ելնել։ Ունիս քո կյանքիդ մեջ աղոթքի խորան, altar, խորան, sanctuary, խորան։ Առաքյալը շատ խիստ կխոսի, այսինքն մադը ճիշտ վերքին վրա գտնե, ոչ թե ցավցնելու,
այլ ցույց տալու, որ հոս վերք մգա Հովհաննես։ Ասի բուժման գարիկն ունի եւ գսե երկրորդ Տիմոթեոս 3:5-ի մեջ գսե շատեր գսե Աստված բաշտության գերբարանքը ունին, բայց անոր զորությունը ուրացած են։ Հոգվույն զորությունը, աղոտքի զորությունը, Աստուծո ներգայության զորությունը չկա կյանքիս մեջ, զուտ գերբարանք մնե, արդակին դեսք մնե, դեսք։ Աշխարհը սիրելներ, հոգնել է դեսքից, դեսարաններից, գահավդան որ շատերս ալ, հոգնա չես դեսարանը, գուզես բդու, գուզես իրական զորությունը։ Ես պապակում եմ, սանգանում եմ, ով դեր այդ զորության ագանադեսը լինեմ, ես ուզում եմ, սանգանում եմ, պապակում եմ, աղոթում եմ դրա համար։ Վստահ եմ, որ շատերս հոգնել ենք շարքային, հասարակ, հավատացյալի դերագադարությունը դանելուց mediocrity հոգնել ենք։ Ես կհավատամ, որ ինչպես արդյունալ երկեցինք, Սուրբ Հոգին մեզ գհրավիրե ոչ թե ավանդության, այլ գերբարանափոխման, ոչ թե գրոնական գործառույթների, այլ Սուրբ հաղորդակցության, ոչ թե գրկնումների, այսինքն գիրագի մի ևս եկավ, այս գիրագի ալ գնանք, այս գիրագի ալ գնանք, գիրագի վրա ավելած, ոչ թե այդ գրտուտների, այլ Սուրբ Հոգին ինձ մեզ հրավիրում է հոգևոր արթնության զարթոնքի։ Գավադակ մենք գալիս մենք գարիքը չունենք ուրիշ գիրագի օրվա պաշտամում, մենք գարիքը չունենք, մենք գիտենք ինչի գարիք ունենք, մենք գարիքն ունենք Աստուծո հետ encounter, փորձառության, ագանադեսության, Աստուծո հետ թեմ առ թեմ այսպես հաղորդակցության գարիքն ունենք, Աստծուն շոշափել ենք ուզում, դրա գարիքն ունենք։ Մենք գարիքն ունենք, որ այս բոլոր վիճակի, այս խնդրի արմադը եթե գնանք, արմադը, եթե laser pinpoint ունենք, the root cause արմադական պատճառը, գիտեք, սրդի դիրքորոշումն է, սրդի խնդիր է։ Եսայա 29:13-ի մեջ Աստծո խոսքը, գիտեք ինչ կսե։ Այս ժողովուրդը գսե իրենց շրտներովը զիս գբաշտեն, բայց իրենց սիրտը հերացած է, սիրտ չի գա։ Շրտներով, մեծ խոսքեր, փառավոր խոսքեր, ջող խոսքեր, ընդիր խոսքեր, սուբքրային խոսքեր, աստվածապանական ճշտում ունեցող խոսքեր, բացարիք նման, բայց սիրտը գսե հերացած է։ Սիրտ չկա։ Եվ մեր կյանքերում ըլլա անհատական կամ եկեղեցական մեր կյանքերում ոչ բդղափերության, չորության եւ շարքային մնալու այս վիճակի գլխավոր արմատական պատճառ նորից ասում եմ սիրտն է։ Մեր սիրտն է։ Սրդեր, որտեղ բացակայ է Աստուծո ներկայությունը։ Սրդեր, որոնք դեռևս ամբողջությամբ Աստուծո հպմանը չեն ենթարկվել։ Այս վերջերս այսօր շուտ պետք է վերջացնեմ, որ հաղորդություն անունենք, մի քանի վերջին միտքը ասեմ ավարտեմ, շատ բան ունիմ ասելու, բայց հաջորդին Չարլզ
Ֆինիս բրիզին հիմա ժամանակները չէ, որ երկարենք։ Վերջերս, չեմ գիտե դու նկատեցի կամ տեսա կամ հանդիպեցաք, համակումարի ժամանակ Միացյալ Նահանգներում, չեմ գիտե դուք ճանաչում եք Ջոն Փայփեր, եթե լսած եք Ջոն Փայփեր։ Ուրեմն համակումարի ժամանակ Ջոն Փայփերը ելույթ մգունենա եւ գսե ChatGPT-ին մեջ քրեցի գսե Ջոն Փայփերը ինձի աղոթքը պատրաստե որու մեջ ըլլա հովիվ մգա շատ այդի անոր այդ հովիվի աղոթքի հոգին ըլլա մեջը որու մեջ նաև ըլլա շնորհքի Աստուծո ամենագարողության եւ այսպես աղոթքը պատրաստե եւ կլիկ ըրեգսե եւ արդյունքը դվավ հիմա ես լսել եմ սի ես մի հատ փորձեմ ոչ թե ուրիշի վրա ես մի հատ փորձեմ ChatGPT-ին բացի ChatGPT-ի մեջ ասիգա քրեցի Compose a 30-second prayer to God with the theology of John Wesley in praise to the glory of and the grace of God. John Wesley, որ Նազիրին եկեղեցիների հիմնադիրներն է բացարիք մի անձնավորություն, ասի որ ChatGPT-ին John Wesley-ի աստվածապանությամբ աղոթում է ինձի դուր, որտեղ Աստծո շնորհքի եւ փառքը գարդացել է եւ ChatGPT-ին պատասխանեց ChatGPT-ին պատասխանեց and I quote Holy and loving God we bless you for the grace that goes before awakens justifies and perfects you sought us when we were lost saved us through the blood of Christ, and poured out your Spirit to make us holy. Oh, wondrous love divine that transforms the heart and sets the will free to love you wholly. All glory be to God, gracious Father, for the gift of salvation full and free. May we ever walk in the light of your grace, rejoicing in your perfect love through Jesus Christ our Lord. Amen. And close quote. ChatGPT-ին պատասխանեց ասիկա. Wow, գսես. Ասիկա սիրելիներ համագարկիչ մնե, կորձիկ մնե, pre-programmed, նախաձրագրավորված Կորձիկ մնե, կոմպյուտեր մնե, որ այսպես աղոտ կնե, բայց արդյոք այս աղոտքի մեջ աստուծուն, փառք և գիտակցություն և սիրտ գա, ոչ, խոսքեր են, որ կորձիկը գուդա, խոսքեր են, որ համագարկը մեզի գփոխանցե, դրանց մեջ չգա զգացմունք, չգա սիրտ, Եվ Աստված ինչ կսե, այս կորձիկները, այս ժողովուրդը կսե, իրեն շրտներով զիս կբաշտեն, շրտներով կբաշտեն, բայց սիրտ չգա, ճիշտ ասե։ Գիտեք, կոմպյուտերները մեզնը ավելի լավ խոսքեր կարող են դալ։ Մենք պիտի երևակայենք անոնց նման ջարդասուն խոսքեր արտահայտել։ Բայց սիրտ չունին, զգացմունք, they don't feel God. Աստուծո փափակն է, որ մեր բաշտամու, մեր աղոտքը լեցունը լա սրդով։ Անոման Աստծո խոսքը գսե, կու դեր Աստվածդ սիրես, կու բոլոր խոսքերովդ, կու բոլոր, no. Կու դեր Աստվածդ սիրես, կու բոլոր սրդովդ, կու բոլոր հոգիովդ, կու բոլոր մտքովդ, կու բոլոր դրամապանությունովդ, կու բոլոր
գիտակցությունովդ, քու բոլոր կյանքովդ, քու բոլոր էությունովդ սիրես։ Ես կհավատամ, որ Աստված ինձ եւ յուրաքանչյուրիս կգանչե աղոթքի կյանքի, ամեն բան է առաջ աղոթքի կյանք։ Չաղոթելը մեղք է։ Ինչպես որևէ մեկ մեղք գարիքն ունի խոստովանության եւ ապաշխարության, չաղոթելը մեղք մնե ճիշտ այդ մեղքերի շարքին։ Տերը գամի ոչ քալ գիրագի, հաջորդ գիրագի շարունակենք, Աստված հիանալի, սկանչելի պատկան պիտի հաղորդե մեզ։ Ամեն առավոտ, ամեն օր առանց բացառության, ամեն օր առանց բացառության։ Այս եկեղեցու բոլոր անդամների հաջախոների ցանկը մոդս ունիմ, ամեն օր անուններով, անուն առ անուն, դերոջը շնորհած գայի արջև կբերեմ, անուն առ անուն, ամեն օր։ Ասիկա ինձի սովորություն եմ արել։ Հայաստանում այդպես էր, հիմա այստեղ, բայց ասիկա սկսա արդեն մեկ շաբաթ առաջ, սկսա այս եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար աղոթել ամեն օր ժամանակ ունիմ, գրասենյակս կաշվիմ, աղոթքի բասե, ձունգի ուկամ, թուղթը ցերկս կամ, անուն առ անուն, որու մասին, որ անունվան մասին բան մկիրեմ, այդ նյութը գմեջ վերեմ, որու մասին, որ բան չգիտեմ, կսեմ դեր թուն գիտես, անուն առ անուն։ Դու գալ ծեր հովիվների համար աղոթեք։